Մագլոպելի չգիտեմ։ Աստված մի բան կանի։ Լավ, հիմա ինձ լսի։ Հանգստանում ես, քեզ կարգի ես բերում։ Եթե արգամը քեզ այս տեսքով տեսնի, ամեն ինչ կհասկանա։ Լավ, ինչ գիտի, որ ինչ էլ հասկանա։ Դե որ տեսնի քեզ սենց կհասկանա։ Գնում ես տուն, ուշքի ես գալիս, զբաղվում ես քո գործերով, թող մի քանի օր անցնի, էլի թե կարող ամեն ինչ լավ լինի։ Կփորձեմ, բայց չգիտեմ, մտքիցս դուրս չի գալիս։ Լավ, մագ, գնացի ես, դու քո գործերով եղի։ Դե գործերս վերջացնում կզանգեմ։ Եթե հարմար լինի, երեխուն վերցրու միտեղ կնստեն, քամե կշփվի։ Զանգի, կսպասեմ ես։ Ինչ ես ուզում ինձ այն Սակո։ Ինչի ես ամեն անգամ խանգարում ինձ ապրելու, ինչի ես անդադ խառնում իմ կյանքը։ Լիդա, հիմա ինչ ուզում ես ասա, իմ համար կարևորը գիտես որն է, որ ես հիմա քո հետ եմ, քեզ հանդիպել եմ։ Հիմա ինչ էլ ասես իմ համար միևնույն է, ես ականջներս կախ կլսեմ քեզ։ Աստված իմ, ես ինչ եմ ասում, ինքը ինչ ասում։ Սակո, գնա գրողի ծոցը, ուր ուզում ես գնա, ինձնից հեռու մնա, էլ չեմ ուզում հանդիպենք։ Չէ, Լիդա։ Ես երկրորդ անգամ այդ սխալը չեմ կրկնի։ Ես չեմ հավատում, որ դու ուզում ես լքեմ քեզ։ Ես շատ լավ գիտեմ, որ դու իմ նման երջանիկ ես հիմա։ Ես ատում եմ քեզ, ատում եմ։ Ես չեմ կարողանում առանց քեզ։ Հասկանում եմ, դրա համար էլ ես այսօր ստեղ եմ։ Դու աննորմալ ես։ Դու իմ նման գիժ ես, ես դրա համար եմ քեզ սիրում։ Կյանքս արի փախնենք իրար հետ։ Արի փախնենք միասին։ Գժվել ես, ես երեխա ունեմ։ Հա գիտեմ, ոչինչ, երեխուն հետո կբերենք։ Չէ, Սակո, չէ, արի ես գնամ Արգամի հետ խոսեմ, մենք նորմալ բաժանվենք, հետո մենք կամուսնանանք։ Չէ, Լիդա, ես այդքան սպասել չեմ կարող։ Հետո ասեմ, Արգամ այդքան շուտ չի համաձայնվի բաժանվել քեզնից։ Ու այդ բաժանումը կարող է տարիներ տևի։ Ես չեմ կարող հանդիպել, հասկացի, ես մի վայրկյան չեմ կարող ապրել առանց քեզ։ Թե ուզում ես նորից գնամ, հա, Լիդա, ուզում ես գնամ ստեղից։ Էլի նույն պատմությունը, չէ։ Լավ էլի, Լիդա։ Հենց ասում ենք ամենակարևոր պահին դու չքվում ես։ Տենց չի։ Դու էլ շատ լավ գիտես, որ տենց չի։ Ինձ կծելու համար ես ասում։ Լիդա, եթե հիմա դու ռիսկի չգնաս ու ինձ հետ չգաս, էլ ինձ ես մեղադրելու, չէ։ Ես ամեն ինչի համաձայն եմ։ Միայն դու համաձայնվի։ Հիմա էլ ես եմ մեղավոր, չէ։ Չէ։ Ես շատ լավ հասկանում եմ քեզ։ Ես գիտեմ, որ տանս, կեսուրդ ու մնացած բոլոր անդամները քեզ օր ու արև չեն տալիս։ Խնդրում եմ, մենակ ստեղ իրանց մասին մի խոսա, թող հանգստանա։ Տենում ես, նույնիսկ իրանց անունը չես ուզում լսես։ Դրա համար ես քեզ խնդրում եմ կյանքս։ Հավաքի քեզ անհրաժեշտ իրերդ ու արի իմ մոտ։ Արի միասին ապրենք։ Գժվել ես, Սակո։ Ես 2 տարեկան տղա ունեմ, ես նրան ո՞նց եմ թողնելու։ Չենք թողնի, Լիդա։ Կսպասենք մի քիչ կրքերը կհանդարտվի, հետո արգամից կբաժանվես։ Այդ ժամանակ երեխուն հետ կպահանջես։ Ըստ օրենքի դու մի մոռացի, որ երեխուն միշտ տալիս են մորը։ Բայց դա հնարավոր է։ Չես հավատում ինձ կյանքս։ Ասեմ իմանաս, որ ես արդեն իրավաբանի հետ խոսել եմ։ Սակո ես հավատում եմ, ես ուղղակի վախենում եմ։ Ինչից ես վախենում, երեխուն կորցնես։ Ինչ ես վախենում ինձ կորցնես։ Թե քո համար միևնույնն է։ Ես զարմանում եմ, թե ոնց ես առանց ինձ ապրում։ Քո փոխարեն ես տենց չէի մտածի։ Ուր ես կան ժամանակ։ Դու ինչ հայտնվել ես իմ կյանքը ուրախությամբ ա լցվել։ Դու ոնց որ ինձ էներգիա ես տալիս։ Ես նորից ապրել եմ ուզում։ Մի քանի շաբաթ անց Սարգսին հաջողվեց համոզել Լիդային։ Նրանք փախան իրար հետ։ Լիդան համոզված էր, որ կկարողանա որդուն տանել իր մոտ։ Արգամը հուսահատությունից ու կատաղությունից չգիտեր ինչ անել։ Սակո էլ սենց չեմ կարողանում։
Դու ամեն օր մի բան ես ասում։ Հիմա երևի երեխես ինձ արդեն մոռացել է։ Հա ինչ ես ուզում անեմ, հա? Ինչ անեմ, որ այդ էշ մարդը ամեն ձև պայքարում է։ Ինչ ես ուզում, գնամ երեխուն գողանան բերեմ, հա? Ես ինչի քեզ հավատացի։ Վերկացա հետդ եկա, ինչի համար։ Ախր դու ինձ ասում էիր, որ թղթերը կտանք դատարան, որ երեխան մոր կողքն է լինում, ես էլ քեզ հավատացի։ Ինչ ես ուզում, կլի մի օր գամ տուն հանգիստ նստեմ, հա? Ինչ եկել չենք եկել երեխու ողջ պնես գցում։ Ճիշտ։ Չգայիր, ես եմ մեղավոր։ Չէ, ճիշտ ես ասում։ Ես ինչի պիտի երեխուն ու արգամին թողնեի գայ քո մոտ, որ դու հիմա էլ ներեսով տայր։ Չէ, կյանքս երեսով չեմ տալիս։ Հասկացի, ես էլ եմ ուզում, որ ամեն ինչ լավ լինի, ես էլ եմ ուզում, որ երեխային քո մոտ լինի, բայց չի ստացվում, ինչ անեմ։ Լիդա, արի մենք էլ մեր երեխան ունենանք։ Գժվել ես։ Այս դեպրեսիայի մեջ ինչ երեխա։ Ես ուզում եմ, որ իմ երեխան իմ մոտ լինի, ես հետո կմտածեմ տենց բաների մասին։ Լիդ, ես քեզ խնդրում եմ։ Այդ երեխու մասին դու մոռացի։ Ինչ է նշանակում երեխու մասին մոռացի։ Չէի ուզում ասեի, բայց ոնց հասկացա, չեմ կարող քեզ խաբել։ Լիդա, արգամը դիմելա դատարան, որ քեզ ծնողական իրավունքից զրկի, ու ոնց հասկանում եմ, այդ իր մոտ ստացվում է։ Դե հա, փաստաբանից հետ խոսեցի, ասեց, որ դատարանը ընդունել այդ որոշումը, ու մինչև Լևոնի չափահաս դառնալը մենք չենք կարող ինչ-որ բան անել։ Թող Լևոնը մեծանա, չափահաս դառնա, այդ ժամանակ ինքը կորոշի։ Տանանորա դու։ Հանգստացի Լիդա։ Դու ես մեղավոր։ Ես քեզ հեսա կսպանեմ։ Ես քեզ կսպանեմ, երդվում եմ։ Հանգստացի, մի բան կորոշենք։ Ինչ պետք է որոշես։ Ինչ պետք է որոշես այսքանից հետո։ Հանգստացի Լիդա, ես մի բան կմտածեմ։ Չէ, ես կզանգեմ արգամին, ես արգամի հետ կխոսամ։ Լսի, արգամը քո անունը լսել չի ուզում, ինչ պիտի խոսաս հետը։ Չգիտեմ։ Լիդա, ես որոշել եմ։ Կզանգեմ իմ փաստաբան ընկերոջը ու կխնդրեմ, որ մի բան անի։ Ինչ պետք է անի քո փաստաբանը։ Այսքանից հետո ինչ պիտի անի քո փաստաբանը։ Լսի, չեմ հասկանում, ես այս ամեն ինչի վրայով անցա, քեզից նով արեցի, որ գաս հասնես ու գլխիս այս բաներ սարքես, ինչ եկել ենք երեխու մասին ես խոսում, քո համար կամ եղած կամ չեղած ես, հա? Մի քիչ էլ իմ մասին մտածի։ Երեխա ելիք ունենանք, հասկացի։ Չեմ ուզում, ես երեխա ունենամ, ես իմ երեխան եմ ուզում։ Քո հետ ներվեր չունեմ ես։ Դուրս արի ու գնա արգամի մոտ։ Տենց էլ անելու եմ։ Ես գնալու եմ իմ երեխու մոտ, ես ինչի եկա քո մոտ, ես ինչպես եկա քո մոտ, չպիտի գայի։ Ալո։ Մագա ջան, բարև, ոնց ես։ Բարև Արգամ ջան, լավ եմ, դու ոնց ես։ Մագա ջան, ոնց պետքա լինեմ։ Մի կերպ։ Հասկանում եմ։ Երեխան ոնց է։ Երեխան դե ոչինչ էլի Մագա ջան, բայց անառակ մորն է կարոտում։ Դե ես էլ տանում եմ անկապարտեզ, քրոջս երեխեքի հետ է խաղում, մանկական սրճարաններ եմ տանում, կարուսել տենց ցրվում է էլի մի քիչ։ Երեխու համար եմ զանգել Մագա ջան քեզ բայց։ Ասա, ինչով կարող եմ օգնել։ Մագա ջան, երեխան մի քիչ գրիպոտ է, ես էլ գնում եմ դատարան հեսա։ Կլինի մի 2 ժամով գաս մոտը։ Հա, իհարկե կարող եմ, այսօր այդքան էլ գործ չունեմ, բայց ինչ ես դատարան գնում։ Դե գգաս ես քեզ ամեն ինչ կասեմ Մագա ջան, ինչքան ժամանակից տեղ կլինես։ Դե մի 20 րոպեից այդտեղ կլինեմ։ Մերսի շատ Մագա ջան։ Դու Լևոնիկի մամայից էլ լավն ես Լևոնիկի համար։ Լավ, դե այդպես մի ասա։ Ինչի չասեմ, որ Մագա ջան, երբ որ տեսնում եմ ամեն ինչը տենց։ Արգամը հաճախ էր Մագայի օգնությանը դիմում երեխայի խնամքի հարցում։ Մագան մեծ ուրախությամբ աջակցում էր նրան։
Կարճ ժամանակ անց փոքրիկ Լևոնը կապվել էր Մագայի հետ, իսկ վերջինս շատ էր սիրում երեխային ու ոչ միայն։ Մագա ջան, Կամաց, երեխեն հենց նոր քնեց։ ինչ լավ ամուր ստեղ ես։ Քնեց ասում ես։ Այ ապրես ցավը տանը։ Ինչ հոգա տարես դու մագ ջան, բայց այսօր հազիվ հանգիստ կարամ գլուխս դնեմ բարձին ու քնեմ, վրեժս լուծել եմ մագա։ Այսինքն վրեժդ լուծել ես։ Այսինքն այն, որ դատարանը վճռեց, եկավ եզրակացության ու Լիդային մայրական իրավունքից զրկեց։